Սիրելի հետևորդներ ջան, ողջույն, ովքեր մեզ հետաքրքրում են եւ Անահիտ Ալեքսեջում եւ Անահիտի խոհանոցում, այս հոլովակը որոշել եմ երկու էջումս էլ տեղադրեմ, քանի որ բաժանորդներ ունեմ, որ չգիտես ինչի միմիայն խոհանոցային էջումս են ինձ հետևում։ Իմ համար այս հոլովակը մեծ նշանակություն ունի, մեծ հիշողություն կմնա իմ կյանքում, դրա համար որոշեցի, որ այսպես ասած երկու էջումս էլ տեղադրեմ, քանի որ YouTube հարթակը չի թույլատրում երաժշտությունը, դրա համար ձայնն անջատել եմ ու այս ձևով եմ ներկայանում ձեզ հարգելիներս, ոնց տեսնում եք եկել ենք մի այնպիսի գեղեցիկ վայր, որը կոչվում է մեր տուն ռեստորանն ենք եկել, ես, մամաս, Ալեքսս, իմ երազանքներից մեկը եւս կատարվեց, քանի որ գիտեք, ովքեր ինձ հետևում են Անահիտ Ալեքսեջում, ես ասել եմ, որ ուզում եմ էլի մամայիս էլ մի ամբողջ օր բերեմ ու պտտեմ Երևանով, այսօր հենց այդ օրներ, մեկ ասում եք, չէ, որ Անահիտ տուր Ալեքսն էլ նկարահանի, այդպես ավելի հետաքրքիր ու լավը կլինի։ Հիմա հենց այստեղից այդ պահի տակ Ալեքսս դարձավ իմ օպերատորը եւ տեսնենք ինչպես է նկարում, ոնց է նկարում, ճիշտ է մի քանի րոպե, բայց այս պահին, որ ես մտնում եմ ռեստորան, իմ օպերատորը Ալեքսն է, ասեմ ձեզ, բավականին էլ ստացված կադրեր են, որպես առաջին անգամվա ստեղծած կադր, չգիտեմ, ինձ դուր եկավ, դուք էլ գրառումներում կգրեք ձեր կարծիքը այստեղ, ուրեմն բարձացանք, հասանք ռեստորան, մուտքի մոտ մեզ ուղեկցեցին, կտեսնեք ավելի մանրամասը Անահիտ Ալեքսեջում, հարգելիներս, ու գնացինք այստեղ էլի ես կրճատ եմ նկարահանել, որ չստացվի թե նույն բանն ա իրոք, ամբողջությամբ երկու էջում էլ, սկզբից մեր համար ամրագրել էին մի ուրիշ տեղ, հետո մամաս չգիտես ինչի չհավանեց, տեղափոխվեցինք այստեղ սեղանին չկար ծաղիկ, աշխատակցին ասում եմ, ինչի բա այս սեղանին չկա ծաղիկ, կատակով երկու փունջ բերեց, ասում է տեսեք չունեիք ծաղիկ, երկուսը բերեցի, դրանից հետո սկսում ենք նկարվել, հիանալ, ուրախանալ, մեզ լավ է զգալ, նայում ենք այս կողմ, նայում ենք այն կողմ, մաման այն արծիվներ շատ հավանել, հետո գնում ենք, որ պատվերը տանք ու նոր գանք հանգիստ խղճով, հանդարտ ձևով իմ նկարահանումները անեմ, համել մաման շատ էր հոգնել, մի տեսակ նստել էր ուզում, չգիտեմ, մի տեսակ տրամադրությունը այն չէր, շատերդ էիք գրել ինձ Instagram-ով, որ այստեղ ես ձեզ եմ ողջունում, շատերդ էիք Instagram-ով ինձ գրել, շնորհավորել մամայիս ծննդյան օրը, առջևում է ամսի 12-ին, այստեղ ես հիանում եմ ռեստորանի գեղեցիկ ամեն մի դեկորով, ամեն մի ձևավորումով, չգիտեմ, ոնց որ հեքիաթների աշխարհում լինեի, ու ես էլ ինձ իմ հոգու խորքում մանուկ էի զգում, քանի որ մամայիս հետ, իմ երեխու հետ կատարվեց իմ երազանքներից, նվիրական երազանքներից եւս մեկը առավոտից իրիկուն մինչև երեկոյան ժամը 8-ը անց ենք կացրել մեր օրը 3-ով, էլ գնացել ենք շատ հաճելի սուրճ խմելու, որից հետո եկել հասել ենք մեր տուն ռեստորան, որտեղ համ մթնոլորտն էր շատ լավը, աուրան էր շատ դրական լիցքեր շատ ստացանք այս ռեստորանից, համ էլ մի տեսակ համ նորաոճ էր, համ հնաոճ, քանի որ տեսակ չէ, այնտեղ հին օրերի կարի մեքենա, մի խոսքով
Ռեստորանը ունի 2 սրահ, բաց ու փակ, դե ամառայինի համար դեռ շատ շուտ է, ունի նաև, այսպես ասած, մեծ ու փոքր սրահներ ու այսենց տաղավարներ, որ համ ընդհանուր սրահ է, համ էլ սենց առանձին, ոնց ասեմ, սենյակներ էլ կան, մեր համար ամրագրել էին առանցինը, չգիտեմ ինչի, բայց զգացի, որ մամաս վաբշե չհավանեց ու տեղը փոխեցինք, այն անկյունում էին մեր համար ամրագրել, շատ սիրուն ու գողտրիկ տեղեր, ամեն դեպքում, այստեղ տեսնում եք այսպիսի հնություն, շատ սիրուն, գունային գաման, ասեք, որ շատ հաճելի է, չէ, իրոք կա այդպիսի բան, դրանից հետո ցույց եմ տալիս շլացուցիչ գեղեցկությունը, որ ամեն մի քար, ամեն մի անկյուն, ամեն մի փոքրիկ, այսպես ասած, դետալ համ սիրտս էր շոյում, համ աչքս էր շոյում, չգիտեմ, ես ինձ շատ լավ էի զգում, Ալեքսս նույնպես, երևի թե մամաս էլ նույնպես, շատ սիրեցի այս օրանժի և գազարագույնի խառնուրդը, շատ գեղեցիկ համադրություն էր, այստեղ տեսնում եք, որ բարձանում ենք դեպի վերև 2-3 կողմից մուտք կար բարձանալու, բայց իմաստի չկար, դրա համար էլ չշարունակեցի, ընդամենը ձեզ եմ ցույց տալիս, որ դուք էլ նայեք, իմ հետ ապրեք այդ հաճելի պահերը, հետո գիտեմ, որ դրսում բնակվող ու Հայաստանը սիրող շատ հետևորդներ ունեմ, ովքեր գալիս են, վայելում են Երևանը ու սիրելի հետևորդներ ջան, հատուկ իրանց համար եմ նկարում, սա բնավ գովազդ չի, ընդամենը գիտեմ, որ ինձ հետևող շատ մարդիկ կան, որ գալիս են ու միգուցե իրանց հետաքրքրի նմանատիպ վայրը, որ ունի շատ հաճելի մթնոլորտ, շատ հաճելի տեսարան, շատ հաճելի, Ալեքս նկարում եմ, շատ հաճելի ամեն մանրունքը շատ գեղեցիկ է դասավորված, շատ համադրված, այսպես ասած, տոնային համադրությունը շատ նուրբ ու աչք շոյող է, այստեղ ինձ էին փնտրում, որ սուրճ խմենք, բայց ոչինչ, որից հետո, ասեմ, ռեստորանում կար ևս մի առավելություն, սիրելի հետևորդներ ջան, կար կենդանի երաժշտություն, այստեղ ձեզ ցույց եմ տալիս մուտքի առաստաղը, որ շատ գրավիչ էր, շատ լավն էր, շատ հաճելի էր, տեսնում եք, ինչքան գեղեցիկ է, ինչ գունային գամա, ինչ աչք շոյող գույներ, մաման շատ հավանել էր հենց այս արծիվը, տարբեր նկարներ ունենք նկարած, երևի փոքր հոլովակով էլ դա կտեղադրեմ, կտեսնեք, սիրելի հետևորդներ ջան, անգամ հենց այս մուտքի ձախ կողմն եմ ձեզ ցույց տալիս, կենդանիների եղջյուրներ են, չգիտեմ, մարդիկ կան, որ ոնց ասեմ, սարսռում են այս տեսարանից, բայց ինչևէ, ես փորձել եմ նկարահանել, այստեղ էլի հաճելի համադրություն կենդանու հետ, չղջիկի հետ, չղջիկ բույի հետ, այստեղ այսպիսի աուրա, որից հետո բացում ենք գեղեցիկ հաճելի գույնով դուռը, գնում դեպի դուրս, ու ջրի քչքչոցը, ծաղիկների գույնը, շենքի դիզայնը, ամեն ինչ, սիրելի հետևորդներ ջան,
շատ աչք շոյող էր, համենայն դեպս իմ համար, մտածում եմ կհարցնեք գներից, գներն էլ շատ հարմար են, շատ գրպանին հարմար և պատրաստող խոհարարներն էլ հմուտ էին, որովհետև շատ համով էր, ինչ-որ պատվիրեցինք, շատ հավանեցինք, թե ես, թե մաման, թե Ալեքսը, որովհետև իսկականից մեկը մյուսից համեղ ուտելիքներ էին։ Սա մուտքն է, որ գտնվում է, մտածում եմ կհարցնեք, որտեղ է գտնվում ռեստորանը, Մալաթիայի տարածքում, եթե կհետաքրքրի, Google-ում գրեք, մանրամասն ինքը տեղեկությունը տալիս է, գիտեք, այսօր համացանցը բաց, բոլորիս առջև դրված, բայց եթե գաք, վստահ եմ ասում, որ չեք փոշմանելու, որովհետև մի պահ կտրվում ես առօրյայի թողուբոհից, էդ էլ մուտքը, ու գտնվում միջնաշխարհիկ վայրում, որտեղ որ կա կենդանի երաժշտություն։ Ես Instagram-ով և Facebook-ով ուղիղ եթերներ արեցի, դրա համար եմ ասում միացեք իմ Instagram-ին և Facebook-ին, այսպիսի համապատրաստից, որ ինչ-որ մի տեղ ենք գնում, գիտեք, ես ձեզ անմասն չեմ թողնում և ուղիղ եթերի միջոցով ձեզ էլ իմ հետ տանում եմ ու այս անգամ էլ բացառություն չեղավ, մի հատ նայեք ինչպիսի գեղեցկություն, մի հրաշալի միջավայր, ոնց որ հրաշքների աշխարհում լինես, բայց իրական տեսնեմ եք, էդ էլ տնակի տպավորություն է թողում, դրա համար եմ ասում, համ նորավոճ, համ հնությունները սիրող անձնավորությունը երևի թե այս ռեստորանային համալիրի տնօրենը, չգիտեմ ինչ շատ դուր եկավ, այս հատվածում տեսնում եք տարբեր սեղաններ, մարդիկ գալիս իրանց առիթները տոնում են, այնտեղ Վահագն Եղիազարյաններ, ինքը համ DJ է, համ երգիչ, լավ էր երգում, շնորհակալություն իրեն, մեր օրը տոն դարձնելու համար, մեր ժամանակը լավ անցկացնելու համար։ Այստեղ արդեն տատու թոռ նստած սպասում են պատվերներին, պատվիրել եմ և Ալեքսիս ճաշակը հարցնելով և մամայիս ճաշակը, այս աղցանը իրանց աղցանն էր, մեր տուն աղցան էր կոչվում, և պատվիրել էինք ջութ, խորովածի տեսականի, քաբաբ, մի խոսքով բանջարեղեն, և մեկը մեկից համեղ էին, մեկը մեկից ընտիր էին, սպիտակ գինին էլ իմ ճաշակն էր, որովհետև գիտեք ասել եմ, ես սիրում եմ սպիտակ գինի, այնպես որ սա էլ մեր օրը, որ անցկացրեցինք շատ հետաքրքիր, շատ յուրահատուկ, շատ հաճելի ձևով, Ալեքսս և ուտում է և հավանություն տալիս ու այստեղ կենաց ենք ասում ու հեռախոսը չի ֆիքսել չխկի պահը, բայց չխկ ենք ասում, Ալեքսս մամային լավ մաղթանքներ է ասում ու մեր ժամանակը հաճելի ձևով անց ենք կացնում, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ այս փոքրիկ հոլովակով ցանկացա ձեզ էլ իմ հետ տանել մեր տուն ռեստորան, հուսամ հավանեցիք, հավանելու դեպքում չենք մոռանում լայքել, բաժանորդագրվել էջին, ահա չխկն արեցինք այստեղ, և մի հաճելի ու գեղեցիկ գրառում անել, սիրում եմ ձեզ, գրկում եմ բոլորիդ, քանի որ դուք ամենալավն եք։